Ողջույն։ Այսօր մեր հյուրն է Հայկանուշ Դիլանյանը, հոգեբան, վարքային մասնագետ, աուտիզմ ազգային հիմնադրամի նախադպրոցական և դպրոցական բաժնի ծրագրի ղեկավար։ Հայկանուշ, այսօր նախատեսել ենք խոսել մի փոքր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին։ Կարծում եմ ոչ մեկիս համար նորություն չէ, որ Հայաստանում բավականին երկար ճանապարհ է անցել այս եզրույթը եւ երբ որ սկսեց խոսվել ներառականության մասին, բավականին մեծ աղմուկ բարձրացավ, հետո աղմուկը հանգստացավ, հիմա նորից ինչ-որ քննարկումների մեջ ենք մտնում։ Առհասարակ ինչ է ենթադրում այս կապու եզրույթը, ինչ ասել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա։ Ողջույն Տաթևիկ ջան, շնորհակալություն հնարավորության համար, հրավերի համար։ Իրականում հարցը բավականին ծավալուն է, բայց որպեսզի առավել հասանելի ու կարճ լինի պատասխանը, դեռևս Հայաստանը, երբ ստորագրեց Վիեննայի կոնվենցիան, որտեղ գրված էր, ամրագրված էր երեխաների կրթություն ստանալու իրավունքը, պատասխանատվություն վերցրեց իր վրա, որ բոլոր երեխաները, անկախ իրենց առանձնահատկությունների, զարգացման աստիճանի, ինչպիսի զարգացում ունեն, ինչպիսի առանձնահատկություններ, բոլորի կրթության պարտավորվածությունը պետությունը պարտավոր է ապահովել։ Եվ բնականաբար սրանից հետո արդեն ենթաօրենսդրական բաներով փորձեց ենթաօրենսդրական ակտերով փորձեց կարգավորել այս կրթական ոլորտը։ Դա աստիճանաբար տեղի ունեցավ, սկզբում գաղափարը ներառականության, պիլոտային ծրագրեր, տարբեր դպրոցներ դարձան առաջին այսպես վայրը, որտեղ սկսեցին իրականացնել, կապկու տերմինը կրթության առանձնահատուկ կարիք ունեցողը շատ ավելի ուշ ի հայտ եկավ, երբ որ օրենքում պետք է սահմանվեր, ովքեր են այս երեխաները։ Ավելի ընդհանուր, եթե բացատրենք, սրանք այն երեխաներ են, ովքեր ընդհանուր կրթական ծրագրի, կրթական համակարգի մեջ որոշակի մարտահրավերներ էին ունենում։ Եվ սա չի վերաբերվում գլոբալ առումով միայն այն երեխաներին, որոնք օրինակ ունեն որոշակի ախտորոշում կամ զարգացման առանձնահատկություններ։ Սա վերաբերում է այն բոլոր երեխաներին, ովքեր ինչ-որ դժվարություն կունենան մեր կրթական այսպես ֆորմալ կրթությունը իրագործելիս կամ գիտելիք ստանալուց այն ֆորմալ կրթության ձևաչափով, որ Հայաստանի Հանրապետությունը ներդրել է։ Այսինքն կարող ենք ասել, որ երեխան, ով որ ենթադրենք ունի կարդալու դժվարություններ, եւս համարվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որովհետեւ պատկերացումը կապու երեխաների մասին հենց այդպիսինն է, որ երեխաները պետք է ունենան որևէ տեսակի ախտորոշում, որ իրենց ներառենք այդ խմբի մեջ, բայց փաստացի ենթադրվում է, որ հատկապես համընդհանուր ներառման կոնտեքստում մենք խոսում ենք բոլոր երեխաների մասին։ Այո, միանշանակ բոլոր երեխաները, ովքեր կունենան ակադեմիական դժվարություններ, որոշակի առանձնահատուկ դժվարություն կլինի կարդալու, կլինի գրելու, վարքային դժվարություններ կունենան, միգուցե չունենան ակադեմիական սովորելու դժվարություն, բայց կարգը կանոնը պահպանելու, դպրոցի ռեժիմը պահպանելու դժվարություն կունենան, կլինեն օժտված, այսինքն ծրագիրը կլինի շատ ավելի հեշտ իրենց համար, քան իրենց ունակություններն են։ Բոլոր երեխաները կհամարվեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող։ Իսկ այս դեպքում բոլոր երեխաները պետք է ուղղորդվեն ֆունկցիոնալ գնահատման։ Եթե երեխային այսպես առանձնահատուկ մոտեցում ենք ցույց տալու եւ համընդհանուր դասարանային ծրագրից շեղվելու է իր ծրագիր ուսումնառության առանձին նպատակները, այս դեպքում այո, պետք է լինի առանձին գնահատում իր համար, որպեսզի դուրս բերվի այն առանձնահատուկ կարիքը ու դրան բավարարելու բոլոր ռեսուրսները։ Այո, կարծում եմ, որ սրա կարիքը կլինի, որովհետև օրինակ եթե ունի կարդալու դժվարություն, այստեղ պետք կգա լոգոպեդական գնահատում, որպեսզի հասկանան, թե հատկապես որ ոլորտ, որ մասով ինչպես պետք է երեխային ցույց տալ աջակցություն։ Ես ինքս նաև երկար տարիներ դպրոցում աշխատելով, առնչվելով նաև դպրոցական շատ մասնագետների հետ, առնչվում եմ այն խնդրին, որ բավականին դժվարությամբ են ուղղորդում դեպի գնահատման։ Հիմա մի փոքր երևի փոխվել է, դպրոցները ավելի հեշտ են այդ մտքին գալիս, բայց շատ ավելի դժվար են գալիս ծնողները, որ պետք է տանել ամեն դեպքում երեխային գնահատման, որպեսզի մենք կարողանանք ավելի
արդյունավետ աջակցություն իրագործել, ստանալ, հա, որովհետև ստացվում է այնպես, որ երբ դպրոցը բարձրաձայնում է գնահատման մասին կամ ծնողներն են լարվում, ասում են ոչ մի պարագայում չի կարող լինել, կամ հենց դպրոցի աշխատակիցները իրենք չեն գնում գնահատման։ Ինչպես կարող է դպրոցում աշխատող մասնագետը պատկերացնել, որ սա այն սահմանն է, որից հետո ցանկալի է երեխան ստանա ֆունկցիոնալ գնահատումը, որտեղ է այդ նուրբ գիծը անցնում։ Եթե չեմ սխալվում, սրա օրենսդրական կարգավորումներ կա, տրվում է մի քանի ամիս ժամանակ, որի ընթացքում օրինակ դասարանի ուսուցիչը հասկանում է, որ երեխան որոշակիորեն ունի դժվարություններ եւ ընդհանուր ծրագրի հաղթահարման որոշակի դժվարություն եւ ըստ կա ընթացակարգ, որով դիմում է մասնագետին, հետո ծնողին, գուցե որպեսզի չսխալվեմ, հստակ օրենքով սահմանված է ինչպիսի ընթացակարգով է դա լինելու։ Իսկ ինչու է ծնողը խուսափում, նախ ծնողի պատկերացումները ինչպիսին պիտի լինի երեխան, որպեսզի ամբողջությամբ օրինակ համապատասխանի կրթական նորմայի ֆորմալ չափանիշներին, ծնողը չունի, ինքը երեխային կարող է շատ ավելի թույլ տալ, ավելի ազատ դաստիարակել, իր համար նորմալ կլինի, որ երեխան հաճախում է դպրոց, բայց օրինակ դեռևս գույները կամ պատկերների անվանումները չի ճանաչում, այսինքն տարբեր են ծնողները, տարբեր է դաստիարակությունը, տարբեր է ընկալումը, ինչպիսին պիտի լինի երեխան, երբ որ ուսուցիչները խոսում են այն մասին, որ երեխան ունի դժվարություն, բնականաբար ծնողները սրանից լավ չեն զգում, իրենց մոտ պաշտպանական այդ մեխանիզմն է աշխատում, որ թերի է իմ երեխան, հա, ինչ որ մի բան այն չէ իմ երեխային, ու այստեղ սկսվում է հակամարտություն։ Կարծում եմ այստեղ շատ կարևոր է նաև ուսուցիչների նուրբ զգայուն մոտեցումը ծնողներին ապահովել գիտելիքով, կրթությամբ, զգույշ լինել, հասկանալ, որ սա նուրբ մաս է ծնողի համար, շատ հաճախ ծնողները խուսափում են, միգուցե նորմալ է ծնողի հակադրումը սկզբի համար, բայց երբ որ լինի նորմալ բացատրություն, կրթություն, ծնողավարման որոշակի ընթացք, կարծում եմ կհաղթահարվի նաև սա։ Ոչ մի ծնող դեմ չի լինի, որ սա արվում է հանուն իր երեխայի, սա հանուն երեխայի լավագույն շահի է, հանուն նրա, որ երեխան լավագույն կրթությունը ստանա։ Երբ որ սա հասկանա ծնողը, որ բոլորը անհանգստացած են երեխայով, ոչ թե ցանկանում են, չգիտեմ, մեկուսացնել, որովհետև իրենց երեխան խանգարում է, որովհետև կա դժվարություն, դժգոհություն երեխայի հետ կապված, ոչ մի ծնող դեմ չի լինի, որպեսզի օգնեն աջակցեն լիարժեք իր երեխայի կրթությունը ապահովելու համար։ Օրենքի մասը կա հստակ ընթացակարգեր, կան հստակ ուղղորդումներ, թե ինչ պետք է անել, բայց հաճախ մենք հանդիպում ենք երևի այն իրավիճակին, որ ուսուցիչները կամ մասնագետները, նույն հոգեբան մասնագետները դպրոցում կամ տեղեկացված չեն, կամ չեն ուզում մտնել այդ դաշտի մեջ։ Կա այդ կարծրատիպային լարվածությունը, միևնույն է, ինչքան էլ մենք ուզում ենք ասել, որ շատ բան փոխվել է, բայց հիմա էլ կա այդ լարվածությունը ու ներառականության հանդեպ դիմադրությունը, ասեմ երևի, թե որտեղից է սա այսքան շատ սնուցվում անընդհատ ու հատկապես նույն մասնագետների մոտ, որ հաճախ կա այդ դիմադրումը, որ չէ, ես երևի, օրինակ ես հաճախ լսել եմ, որ ասում են, եթե դպրոցը ներառական է, ես երևի չաշխատեմ այդ դպրոցում, չեմ ուզում այնտեղ լինեմ։ Ցավոք հիմա չեն կարող այդպես ասել, քանի որ հիմա Հայաստանում համընդհանուր ներառում է, չկա դպրոց, որտեղ չկա ներառականություն, բայց այո, դիմադրությունը կա, որովհետև փոփոխությունը ինքը շատ լուրջ փոփոխություն է, ընդհանրապես հասարակությունը ներառականությանը պատրաստելը, որովհետև սա միայն դպրոցի կրթության խնդիրը չէ, սա հասարակության խնդիրն է, հարևանների, երեխաների, այն մարդկանց, ում իրենց երեխաներին տանում են դպրոց, նույն մարդկանց, ովքեր ստանում են կրթություն ու պետք է ապահովեն կրթական իրավունքը դպրոցի, մասնագետների, ովքեր պիտի աշխատեն դպրոցում, այսինքն մի քանի համայնքի հասարակության կարևոր շերտերի վերաբերմունքին է վերաբերվում եւ օբյեկտիվ է պատկերացնել, որ այս փոփոխությունը չի լինելու մի օրում, մի տարում, նույնիսկ 10 տարում, համբերատար պետք է լինել, անընդհատ կրթել, իրազեկել հասարակությունը, մեզ պետք են շատ դեպքեր, որոնք դրական են, հաջող են, փառք Աստծո, կարծեմ 10 տարուց ավել արդեն փորձառ կա ներառական կրթությունը մեզ մոտ եւ կա այդ դրական փորձառ
ծառայությունը, հաճախ երբ որ լինում ենք դպրոցներում ու փորձում ենք խոսել ինչ-որ աշակերտի դժվարության մասին, ուսուցանողի անմիջապես սկսում են հիշել իրենց դրական դերը, որը դրական դեպքը, որը օրինակ 5-6 տարի է տևել, սա նշանակում է մեծ ժամանակ է պետք։ Այո, ցավոք հիմա մեծ խոչընդոտ է, մեծ մարտահրավեր է, վերաբերմունքը, մասնագիտական արժեքները, ցավոք ամենակարևոր օղակը, մանկավարժները, մասնագետները դեռևս ունեն այս ներառականությունը որպես գաղափար, որպես արժեք ունենալու, որպես սկզբունք ունենալու աշխատանքում մեծ կարևոր, չգիտեմ, մի բան, որ պիտի լինի իրենց մեջ, որպեսզի մենք դա իրականացնենք։ Հենց իրենցից էլ պիտի գնա դեպի հասարակություն, դեպի համադասարանցու ծնող, դեպի երեխայի ծնող, սա մի բան տեղ է, որտեղ կարծում եմ շատ երկար աշխատանքի կարիք կլինի։ Հոգեբան մասնագետները որևէ դեր ունեն այս կարծիքի փոփոխման մեջ։ Կա ինչ-որ ներդրում, որ իրենք պետք է ունենան։ Ես հիշում եմ իմ պրակտիկայում, երբ որ շատ անկեղծորեն ուսուցիչներից մեկը ուղղակի ասաց, կներեք, ես հոգեպես պատրաստ չեմ այդ դաշտ մտնելու։ Ու կարծես թե մեղադրելու ոչինչ չկա ուսուցչին, բայց նաև իրականությունը չենք կարող փոխել։ Այս դեպքում ինչ անելիք ունեն առհասարակ կրթական հոգեբանները, հոգեբան մասնագետները։ Մեծ դեր ունի հոգեբանը, իհարկե մեծ դեր ունի։ Ես մի քիչ ծայրահեղ եմ այս առումով, նայում եմ երեխայի տեսանկյունից, երեխայի ով կրթություն է ստանում, եւ պատկերացնում եմ, որ երեխան հանդիպում է իր կրթությունը ապահովող անձին, ով պատրաստ չի, կրթությունը ապահովող մարդը պատասխանատվություն է վերցրել իր վրա, երբ որ ստացել է իր դիպլոմը որպես մանկավարժ, որ ինքը ապահովել է ցանկացած երեխայի կրթություն։ Այո, փոխվել է ձևաչափը, մեթոդները, մոտեցումը, բայց մեր ամբողջ կյանքում այս փոփոխությունները լինում են, միշտ է լինում են։ Սա դժվար փոփոխություն է, հասկանում եմ, բայց եթե իրոք կա ցանկությունը կրթելու, զարգացնելու երեխային, սա մասնագիտական սահմանները լայնացնելու կարևոր կարողություն է։ Հոգեբանը կարող է մեծ դեր ունենալ այստեղ այս ամեն ինչը։ Միգուցե եթե սա է համակարգը ու կան այսպեսի ընդլայնվել է, այն աշակերտների տարբերությունները, որի հետ պետք է աշխատել, առանձնահատկությունները, չգիտեմ, այսպես թե այնպես 30 երեխայի հետ որ ունենում է մանկավարժը, նրանք շատ տարբեր են, չէ՞ լինում, ու բոլորի հետ էլ աշխատում է։ Հիմա տարբերությունը այսպես ավելի լայնախոհ լինել ու լրիվ ուրիշ առանձնահատկություն է, տարբերությունների սահմանը ընդլայնված, չգիտեմ, տարբերություն ունեցող երեխա, հա, որին բոլորովին այլ մոտեցում է պետք, ուրիշ ստեղծագործականություն է պետք։ Գուցե երկարեց պատասխանեց, բայց ուզում եմ հասկանաք, որ ինքը մանկավարժն է, պիտի զարգանա որպես մասնագետ, երբ ինքը ունի ցանկություն ուսուցանելու, ինքը կգնա կկրթվի, եւ հոգեբանը միգուցե աշխատանքի ընթացքում բերի այդ գիտակցության դու ուզում ես շարունակել լինել մանկավարժ, թե միգուցե հիմա սկսես ուրիշ ինչ-որ գործունեությամբ զբաղվել։ Երևի հենց մանկավարժների կրթության մասով շարունակենք, վերջերս սուպերվիզիոն հանդիպման եմ մասնագետների հետ հոգեբան, ովքեր դպրոցում են աշխատում ու գրեթե բոլորի մոտ կա այս հարցադրումը, որ ինչ անենք մենք, որ երեխաներին դասից չհանեն ու ուղարկեն հոգեբանի մոտ ու ասեն մի բան արա, ինքը մեր դասը խանգարում է։ Իրականում շատ կա այս մոտեցումը, որ հաճախ որևէ կրթական կարիք ունեցող երեխայի, հատկապես եթե մենք խոսենք վարքային որևէ դժվարության մասին, երբ որ երեխան սկսում է ավելի ակտիվ վարք դրսևորել, ընդ որում սա չի վերաբերվում այն երեխաներին, ովքեր պասիվ են։ Այսինքն պասիվ դժվարություն ունեցող երեխան, երբ որ դասին չի խանգարում, ձայն չի հանում, որևէ ներգրավվածություն չունի, մենք իրեն ձեռք չենք տալիս։ Բայց երբ որ ունենք վարքային որևէ արտահայտված դրսևորմամբ երեխա, հաճախ է լինում, որ ուսուցիչները ձգտում են հանել երեխային կրթական process-ի միջից, հա, ու ենթադրում են, որ ներառականությունը չի բերում նրան, որ երեխան պետք է կիսատ թողնի իր դասապրոցեսը, հանում են հաճախ ուղարկում են հոգեբանի մոտ։ Հոգեբանները ասում են ինչ անենք այս դեպքում, երբ որ ուսուցիչը արդեն հանել է դասից ուղարկել է մեզ մոտ, հետ տանել դասարան, պահել իրենց մոտ, հա, որն է գործողությունը այս պարագայում ինչ պիտի անել։
Այո, կարծում եմ սա խնդիրը ոչ միայն այն երեխայի, ով կրթության առանձնատու կարիք ունի, սա կարող է վերաբերվել ցանկացած երեխայի, որը դասի ընթացքում ինչ որ վարքային դժվարություններ կունենա։ Այսպես ոնց որ ավելի հայացքը ուղղված, սևեռված լինեն երեխայի վրա, որից ակնկալում են դժվարություն։ Հա, կա նաև այս կարծրատիպը, բայց երբ նստում ես դիտարկում ես դասարանում, տեսնում ես, որ բազմաթիվ երեխաներ կան, որ վարքի խնդիր ունեն, ու երբեմն անհամատեղելի դասի հետ, երբեմն մին երեխայի վարքը կարգ ու կանոնի մեջ մտցնելու համար ուսուցիչ կարող է դասի կեսը ծախսել, բայց եթե սա վերաբերվի օրինակ կրթության առանձնատու կարիք ունեցողին, միգուցե նա ասի տարեք երեխային, որպեսզի չխանգարի դասապրոցեսը կարևոր է, չենք թերագնահատում, այո, ուսուցիչի պատասխանատվություն է ապահովել այդ օրվա կրթական նյութը, բայց շատ հաճախ ինձ թվում է իրենց համար կրթական նյութ ավելի կարևոր է դառնում, քան երեխան, ով ստանում է այդ նյութը, կրթություն է ստանում։ Կարծում եմ սա մի կետ է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, ով է կարևոր երեխան, թե այդ օրվա կրթական նյութը ավելի։ Իսկ երբ իրադարձությունը կա, պիտի էլի լինի ձևաչափ։ Այո, դժվարություններ կլինեն բազմաթիվ, բայց ու վերցնել դուր մեկուսացնել, արդյոք սա երեխայի իրավունքի խախտում չի, կրթության իրավունքի հարց ուսուցչին ու հոգեբանին, որ ընդունում է երեխային, որտեղ հոգեբանն էլ կարող է հետ գալ ու ասել, որովհետև մարդ, որը ունի աշխատանքային իր գրաֆիկը, չգիտեմ, իր զբաղվածությունը անընդհատ բերում են երեխաներ, որոնք խնդրահարույց են դասարաններում, չեմ կարծում, որ հոգեբան արդյունավետ գործունեություն կծավալի տվյալ կրթական համակարգում, հա, կարծում եմ, որ պետք է հավաքվել ու քննարկել, հասկանալ ինչու է խնդիրը եւ ինչ լուծումներ կարելի է տալ, սա էլ կար, պետք է ինչ-որ ընթացակարգ ենթադրի։ Իհարկե, երեխային մեկուսացնելը հանել դասից իր կրթական իրավունքի խախտումն է, ով ունի դրա իրավունքը։ Եվ ինչու դա պիտի արվի։ Ինձ համար այս տեսանկյունից պետք է վերլուծել, երբ դա պետք է արվի։ Միգուցե այնքան դժվար են վարքի խնդիրները, չգիտեմ, վտանգավոր է հասակակցի համար, միջավայրի համար, ու այստեղ պետք է հասկանալ, թե ինչպիսի միջամտություն անել, հոգեբանական անել, չգիտեմ, ուսուցչի օգնականի միջամտությունը կարող է լինել։ Համենայն դեպս սա պետք է առանձին թիմով քննարկման առարկա դառնա, ոչ թե ամեն անգամ երեխային դասարանից դուրս բերելու, իրականում մեկուսացնելու մեխանիզմ օգտագործել։ Ահա, երբեմն շատ գործիքային է լինում դա, այսինքն երեխային մեկուսացումը լինում է խնդիրների լուծման լավագույն տարբերակը։ Հանեցինք, հոգեբանը կլինի, լոգոպեդը կլինի, ուսուցչի օգնականը կլինի, ինձ թվում է արդեն ինչ-որ պահից դառնում է ոչ էական, ուղղակի, որ այս ընթացքը մեզ չխանգարի։ Երբեմն լինում է նաև խուսափում ու ուղղակի մի քիչ ավելի բարդ իրավիճակի հետ գործ ունենալու։ Համաձայն եմ, դրիվ համամիտ եմ, ուսուցիչ ուզում է լուծել իր խնդիրը, արագ լուծել եւ ջանք չգործադրել ավելի խորքային ուսումնասիրելու պատճառների համար, այո, սա հեշտ ձև է մեկուսացումը, բայց երբ որ դիտարկում ենք երեխայի լավագույն շահումը, երեխայի իրավունքը, տեսնում ենք, որ շատ հաճախ խախտվում է երեխայի կրթական իրավունքը, իր որպես երեխա իրավունքը եւ այլ։ Կարծում եմ, եթե ուսուցիչը լավատեղյակ լինեն դրա մասին, ցավոք մենք դեռ ազգային այդ պաշտպանելու իրար չվնասելու այդ սոլիդարությունը մեր մեջ կա։ Ես ծնողներին եմ հաճախ ասում, որ հետևողական եղեք երեխայի իրավունքին, կարծում եմ հոգեբանը այն օղակն է, որը պարտավոր է հետևողական լինել։ Ինք ուսուցիչը պիտի լինի առաջինը դա պահպանողը։ Եվ այո, ներառականություն իրականացնելու համար մենք չենք կարող սրանք հաշվի չառնել։ Բազմամասնագիտական թիմի մասին նշվեց, ուզում եի հասկանալ ինչքանով է կապկու երեխաների պարագայում մեզ կարևոր, որ նույն հոգեբանը լինի այդ բազմամասնագիտական թիմի անդամ։ Ես գիտեմ, որ դպրոցներում մենք շատ մեծ բազմամասնագիտական թիմ չունենք, կարող ենք ունենալ վերջերս նորից վերականգնված հոգեբանի դերը, կարող ենք ունենալ լոգոպեդ, որոշ տեղերում հատուկ մանկավարժ կամ վարքային մասնագետ, այդ շատ ման դեպքերն եմ ասում, հատուկ տարբերվող, բայց շատ մեծ թիմ չի, ամեն դեպքում ուսուցիչների հետ աջակցող որևէ թիմ լինում է։ Ինչքանով է էական հոգեբանի դերը այստեղ, այսինքն ինքը ունի ինչ-որ ներդրում, պետք է դրանց մասնակցի, թե թողնի հենց ուսուցիչները իրենք համագործակցային հանդիպումների ընթացքում քննարկեն եւ անմասն մնա այդտեղ։
Ես կարծում եմ հնարավոր չի լինի կազմակերպել կրթության ներառականությունը, եթե չլինի մասնագիտացած թիմ, որ շատ լավ ավելի կրթական գիտելիքներ ունի եւ մասնագիտական հմտություններ, որով կարող է նպաստել կրթության կազմակերպմանը յուրաքանչյուր երեխայի համար։ Հոգեբանը հիմա ըստ նոր օրենսդրական կարգավորումների դպրոցում 2 աջակցող այսպիսի մասնագետ կան, հոգեբանի եւ ուսուցչի օգնականը, իսկ տմակները ապահովում են մյուս մասնագիտական թիմը։ Ամենայն դեպս համարյա ոչ մի դպրոցում հիմա գուցե լոգոպեդ, հատուկ մանկավարժ այլևս չհանդիպենք, եթե դպրոցը ինքը այդպես հատուկ որոշում չունենա, շատ կարևորում են բազմամասնագիտական թիմի աշխատանքը, բայց ոչ թե իրարից առանձնացված, օրինակ դպրոցի մասնագիտական թիմ առանձին, տմակին առանձին, այլ համատեղ գործող իշահ երեխայի հաշվի առնելով ինչ կարիք ունի երեխան ու բազմակողմանի նպատակաուղղված բավարարող, հա, որը կբերի երեխային, այո, կլուծի երեխայի ամբողջական կրթական օղակում ներգրավվելու, ներառվելու համապարփակ խնդիրը, հա, նախնդիր չի, երևի դա ուղղություն է, որ բայց պետք է հասկանալ ուր ենք գնում, շատ հաճախ ամեն մեկը վերցնում է իր մասը, ես լոգոպեդ եմ, զբաղվում խոսքով։ Ես հատուկ մանկավարժ եմ, կզբաղվեմ, չգիտեմ, այս կարողությունների ձևավորման, մաթեմատիկական կարողությունների ձևավորման, ես հոգեբան եմ, կզբաղվեմ վախելով։ Ու միտքը կարևոր գաղափար է, որ մենք սա անում ենք կրթությունը լավարկելու, ներառականություն երեխային դասարանում ներառելու, այս գաղափարը միտքը կորում է, տարալուծվում է։ Նույնը մանկավարժ, առանձին ինչ-որ դետալների վրա գուցե կաշխատի։ Ամեն ինչ կլինի արդյունավետ, եթե լինի համապարփակ ընդհանուր քննարկումներ, ընդհանուր, չգիտեմ, այդ ինֆորմացիայի փոխանակում, սա լավագույնս կաշխատի երեխայի համար։ Շատ դեպքերում ցավոք դեռևս նկատվում է այդ տարանջատվածության պատճառով հենց երեխայի կրթական պրոցեսի դժվարացում։ Ցավոք, սա դեռ ունենք մենք։ Տմակները իրենք աջակցող կառույցներ են։ Ընդհանուր առմամբ տմակի գոյությունը պայմանավորված է նրանով, որ կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական պրոցեսը պետք է ավելի արդյունավետ իրականանա, եւ բոլորս գիտենք, որ այսպես կոչված տմակներից գնահատում է գալիս արտահայտությունը, որ հաճախ ասվում է, բայց ինչ եմ ես լսել, որ երբեմն ասում են երեխան ունի ախտորոշում ու մի քիչ sense ման եմ գալիս, հետո հասկանում եմ, որ ախտորոշումը ֆունկցիոնալ գնահատման արդյունքներն են։ Արդյոք մենք ֆունկցիոնալ գնահատման արդյունքը համարում ենք երեխայի հոգեկան առողջության ախտորոշում։ 3 տարբեր գաղափարներ կան։ Ախտորոշում, որը տալիս է հոգեբուժը, կրթական գնահատում, ֆունկցիոնալ, որը արվում է նրա համար, որպեսզի հասկանան կրթական միջավայրում երեխան ինչպիսի դժվարություններ ունի ու ինչպիսի մակարդակի ծառայություններ ժամանակ, ինչպիսի ծառայությունների տեսակներ է պետք, որպեսզի տրվի երեխային եւ աջակցել նրա կրթական process-ին։ Եվ կա անձի ֆունկցիոնալության գնահատում, որը իրականացվում է հիմա հաշմանդամության կարգ տալու, հա, այսինքն բազմամասնագետը ԲՍՓ-ների փոխարեն, հա, իրականացվում է անձի ֆունկցիոնալության գնահատում իր ամբողջական կյանքին վերաբերող, այսինքն երեխայի կրթությունը այդ ամբողջական կյանքի մի փոքրիկ մասը կարող է լինել, եւ այն դժվարությունները, սահմանափակումները ֆունկցիոնալ, որ ինքը ունի կրթության մեջ, կարող է պարտադիր չէ, որ ունենալ իր ամբողջ կյանքում, կամ իր կյանքում ֆունկցիոնալ սահմանափակումները, դժվարությունները շատ ավելի շատ կարող են լինել, քան օրինակ կրթության մեջ։ Հասարակ օրինակ սայլակով մարդու կյանքի, ընդհանուր կյանքի սահմանափակումը շատ ավելի շատ կարող է լինել, քան կրթության մեջ, որտեղ ինքը միգուցե միայն տեղաշարժման դժվարություն կունենա։ Սրանք շատ տարբեր բաներ են, բայց ախտորոշումը բնականաբար շատ կարևոր գործոն է երկուսի դեպքում էլ։ Երբ որ երբ խոսում ենք կրթության մասին, մեր առանցքային, այսպես դիտարկման գործիքը, գիտեմ, այն փաստաթուղթը դառնում է կրթության գնահատումը, եւ հենց ինքն է հիմքը, որի հիման վրա երեխային անհատական ուսուցման ծրագիր, պլան պետք է կազմվի, սա շատ կարևոր գործիք է։ Լավ գնահատումն է մեզ տալու ամբողջական պատկեր, որտեղ է երեխայի ուժեղ կողմը, որտեղ է երեխայի դժվարությունը, որտեղ
է ոնց կարելի է կազմակերպել, հա, իր դժվարությունները հաղթահարման ուղին յուրաքանչյուր մասնագետի համար։ Երևի այսքանը։ Ահա ու իրականում շատ հաճախ, երբ որ մենք սկսում ենք այս եզրակացությունների մեջ խառնվել, ինձ թվում է մասնագետներին էլ է դա շատ խառնում, հատկապես հոգեբուժի եւ կրթության կարիքի գնահատման այս սահմանները։ Շատ հաճախ են ինչ որ դրվում է որպես կրթության կարիքի գնահատում, բնորոշում է որպես դիագնոզ։ Ու շատ կարեւոր է այս անդրադարձը նրան, որ եզրակացությունը իրականում դրվում է, դիագնոզ ախտորոշումը դրվում է միայն հոգեբուժ մասնագետի կողմից, հա, մնացած դրսևորումները արդեն կարող են կապված լինել եզրակացության դրման հետ կամ ֆունկցիոնալ ընդհանուր գնահատման հետ, որ մասնագետների մոտ այս հարցադրումը կամ բնորոշումը նորից չառաջանա ու ենթադրում եմ սա նաև լարում է շատ ծնողներին, երբ որ ուղարկվում է ֆունկցիոնալ գնահատման կամ ուղարկվում են կրթության կարիքի գնահատման, իրենց մոտ միանգամից ասոցիացիա է ստեղծվում ամբողջ կյանքի համար տրվող եւ երեխային ուղեկցող որևէ ախտորոշման մասին։ Կարծում եմ, այստեղ մի օղակ պիտի շատ լավ աշխատի սոցիալական աշխատողները, որոնք պիտի այս ամենը տարբերությունը, ընդհանցակարգերը բացատրեն ծնողներին, իհարկե մյուս մասնագետներն էլ կարող են իրազեկ լինել եւ ինֆորմացնել, այո, շփոթ է առաջացնում, ես գնացի հոգեբուժի մոտ, դա բավարար չէր կամ այո, շատ ժամանակ ասում եք ախտորոշում բերեք, բերում են օրինակ կրթական գնահատումը եւ ծնողին բացատրում ես, որ միգուցե օրինակ ախտորոշումը չի շատ քիչ ինֆորմացիա կտա։ Միշտ ես ասում եմ, ախտորոշումը ընդհանրապես լավ կարևոր հիմք է, որ հասկանանք ամենաարդյունավետ ուղղությունը աշխատանքի որտեղ կարելի է գտնել։ Սա մասնագետների ուղղորդման թերթիկ է։ Իսկ ընդհանուր առմամբ երեխա է, մարդը, եթե մենք ներառական մտածողություն ունենք, դրանք էական չեն։ Ավելի էական է օրինակ հենց այդ կրթական ֆունկցիոնալ գնահատումը, որտեղ շատ մանրակրկիտ մենք կարևոր ինֆորմացիա դուրս կբերենք երեխայի վերաբերյալ։ Իսկ այս դեպքում մենք երկու եզրակացության կարիք ունենում ենք, այսինքն կարիք ենք ունենում եւ հոգեբուժի եւ կրթական կարիքի, ենթադրենք, եթե խոսենք աուտիստիկ սպեկտրի խանգարման մասին։ Այս պարագայում խանգարման եզրակացությունը, դիագնոստիկան պետք է սպասենք հոգեբուժից, բայց եթե ունենք արդեն ախտորոշում դրված հոգեբուժի կողմից, մենք երեխային նորից պետք է կրթական կարիքի գնահատման ուղարկենք։ Եթե երեխան հայտնվում է կրթական համակարգում, անպայման պիտի կրթական կարիքի գնահատում անենք, անկախ նրանից ինքը ունի ախտորոշում թե ոչ, որովհետև գնահատվում է երեխայի առանձնահատուկ կարիք, որը պետք է նորից հաշվի առնել, երբ ներառում ենք իրան կրթական համակարգ։ Ցանկացած դեպքում սա պետք է անել, անկախ նրանից ախտորոշումը կա թե ոչ։ Ախտորոշումը աջակցող կարևոր փաստաթուղթ է այս ամեն ինչի հիմքում ընկած, որպեսզի մասնագիտական թիմը նաև հասկանա, որ երեխան ունի ամբողջական ախտորոշված, ինչ որ խանգարում կամ չգիտեմ հիվանդություն, որից կբխի նաև աշխատանքի որոշակի ուղղություն։ Ինքը եթե խոսում ենք կրթության մասին, կրթության ապահովման մասին, այո, հիմնարար ու կարևոր է, որպեսզի երեխաները ունենան գնահատում, անկախ նրանից իրենք ունեն ախտորոշում թե ոչ։ Աուտիզմի մասին հարցրեցի, հիմա երևի մի քիչ շատ մենք հանդիպում ենք աուտիստիկ սպեկտրի խանգարման գերդիագնոստիկային, գրականությամբ հիմնավորված է, որ կա գերդիագնոստիկա, բայց ամեն դեպքում, երբ որ գալիս է երեխան ախտորոշված աուտիստիկ սպեկտրի խանգարմամբ, նշանակում է ինքը ունի դա եւ մենք որպես դպրոցում աշխատող մասնագետ պետք է որևէ ձևով գործ ունենանք երեխայի հետ։ Այս դեպքում հաճախ էլի տրվող հարցերից, որ ասում են, որ եթե չեմ տիրապետում հատուկ աշխատանքային տարբերակին, ենթադրենք չեմ տիրապետում ABA տարբերակին, ինչ պետք է անեմ երեխայի հետ դպրոցում։ Այսինքն կա աշխատանքային ինչ-որ ուղղվածություն, որը որ պետք է ընտրի մասնագետը, որտեղ խնդիրները շատ բազմաբնույթ են, ու ստացվում է, որ օրինակ կրթական կառույցում աշխատող հոգեբանը պետք է իմանա ինչպես աշխատել աուտիստիկ սպեկտրի խանգարման հետ, ինչպես աշխատել օրինակ հիպերակտիվության հետ, ինչպես աշխատել վարքային խնդիրների հետ, հուզական խնդիրների հետ, կրթական խնդիրների հետ։ Արդյոք այս ամեն ինչը հնարավոր է մեկ մասնագետի մեջ տեղավորել։
Շատ լավն էր հարցը, սա երբ նայում ենք այում պաշտոնի օրագիրը հոգեբանի կրթության կողմից հաստատած կրթության նախարարության ֆունկցիաների բազմազանությունը ապշեցնում է ու այսպես բազմաֆունկցիոնալ մասնագետ են ուզում, որ եւ կոնֆլիկտներով կզբաղվի եւ միջազգային հարաբերություններով եւ բարդ հոգեբանական խնդիրներով, այո, ամեն ինչով։ Սա կարծում եմ հոգեբանի գործառույթները դեռևս կվերանայվեն, կհղկվեն, քանի որ ինստիտուտը նոր է, հենց դպրոցում պաշտոնապես ներդրված։ Իսկ ինչ վերաբերում է աուտիզմի սպեկտրի գերդիագնոստիկային, կարծում եմ Դանիայից որ փոխվել է գործիքը, մոտեցումը, այսօր աուտիզմը սպեկտր է համարվում եւ բնականաբար շատ ավելի երեխաներ, մարդիկ են ներգրավում սպեկտրի մեջ, իսկ մասնագետի առումով, եթե քեզ մոտ եկել է այցելու երեխա, մարդ, որի հետ աշխատանքի մոտեցումը, մեթոդը, փորձառությունը դու չունես, մասնագիտական էթիկան պարտադրում է, որ դու գնաս, սովորես այն մեթոդը, այն մոտեցումը, որը լինելու է լավագույնս արդյունավետ երեխայի համար։ AB համենը մոտեցումներից մեկն է, չնայած համարվում է լավագույն արդյունավետություն ունեցողը, բայց շատ տարբեր մոտեցումներ կան, որոնք կաշխատեն աուտիզմ ունեցող երեխայի հետ։ Սա մասնագետի պարտականություն է, ունի դեպքը պիտի նաև կարողանա դեպքին համապատասխան մեթոդական աջակցման միջոցներ ունենալ, ձեռք բերել, կամ ինքը պիտի սովորի հնդածս, կամ կապվի մասնագետի հետ, ով ունի համապատասխան փորձառություն եւ սուպերվիզիաների, չգիտեմ, մենթորինգի ուղեկցությամբ աշխատի երեխայի հետ։ Սուպերվիզիոն հանդիպումներ ունենալ։ Այո։ Շատ շնորհակալ եմ Հայկանուր համապարփակ քննարկման համար, ոլորտը ավելի մանրամասն եւ ուղղորդված ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հուսամ օգտակար կլինի։